Ես Արնոն եմ, Հավաքյան Արնոն։ Լսում եմ։ Իմ ընկերը երևի ձեզ ներկայացրել է, որ ես ընտանեկան հարցերով զբաղվող փաստաբան եմ փնտրում։ Տեղյակ եմ, ասեք լսում եմ։ Գործի բնույթը չգիտեմ ինչքան է Աշոտը ձեզ ներկայացրել։ Ասել է, որ ամուսնան լուծվում եք ու ուզում եք, որ երեխայի խնամակալությունը ձեզ ասի։ Եթե անկեղծ ամուսնալուծությունը ընդհանրապես ինձ չի հետաքրքրում։ Ինձ համար կարևոր է, որ մորը զրկեն մայրական իրավունքներից։ Օրենքով երեխուն տան ինձ։ Գիտեք, դժվար բան եք ասում։ Դա έτσι այնպես չի լինում։ Դրա համար հիմքեր ու պատճառներ են պետք։ Ես ձեզ այնքան փող կտամ, թե ձեզ, թե այն մարդկանց, ովքեր զբաղվում են այդ հարցով, որ բոլոր հիմքերն ու պատճառներն ինքնից ինքան կստեղծվեն։ Եթե պետք է, ես փաստերն էլ կստեղծեմ։ Պետք է անենց անենք, որ օրենքը երեխունից տա։ Դա շատ նուրբ հարց է։ Եկեք հեռախոսով չքննարկենք, կարծում եմ կարելի է հանդիպել ու խոսել։ Բայց չեմ կարող խոստանել որևէ բան, քանի որ գործի ծանոթ չեմ։ Աշոտը ինձ ասել է, որ նման գործերում կարելի է ձեզ վստահել։ Ու նաև ասել է, որ այդ ասպարեզում լավագույնն է։ Իսկ Ավաքյանները սիրում են լավագույնների հետ աշխատել։ Հնարավոր է, որ Աշոտը չափազանցրել է։ Բայց ես կանեմ այն ինչ որ հնարավոր է։ Բայց պետք է իմանաք, որ միայն փողով այդ հարցը չի լուծվում։ Կնոջ մայրական իրավունքից զրկելու համար պետք է լուրջ ու հիմնավոր փաստեր ունենալ։ Ես կօգնեմ ձեզ, որ դուք գտնեք նման փաստեր։ Դե ճիշտ կլինի, որ հանդիպենք ու խոսենք։ Լավ, ասեք երբ է հարմար, ես կմոտենամ։ Լավ։ Գնում ես արդեն։ Հա, գնում եմ, բայց անհանգիստ եմ։ Հանկարծ ոչ մեկի առաջ դուրը չբացես։ Արնոն կարող է ինքը չկա, բայց ինչ-որ մեկ է ուղարկի։ Արնոյից ամեն ինչ սպասել է։ Մամ, գիտեմ, դու հանգիստ գնա։ Այո։ Ալբերտի կնոջ հետ եմ խոսում, հիվանդանոցից է։ Այո, լսում եմ։ Ալբերտի վիճակը վատացել է, նորից ռեանիմացիա են տեղափոխել, բժիշկը խնդրեց ձեզ տեղյակ պահել։ Ես հենց հիմա գալիս եմ։ Մամ, ինչ ա եղել։ Պապան էլի լավ չի, վերակենդանացման բաժին են տարել։ Մամ, ես քո հետ եմ գալիս։ Ոնց ես գալիս, բա Մարկա։ Մամ, դե չգիտեմ, բա ինչ անեմ, ուզում եմ ձեր կողքին լինեմ։ Չէ, ես մենակ կգնամ Արփի, բայց չեմ ուզում եմ մենակ մնաս։ Լավ, մամ, դու հիմա արագ գնա, ինձ կզանգես, լավ։ Լավ, դες գուշ եղի։ Հա։ Ալյոնա, արի տես քեզ ովքեր են հյուր եկել։ Ով։ Լիքը խաղալիքներ ու շորիկներ։ Ինձ ասած Արփին է եկել։ Արփին էլ կգա։ Անպայման Արփին էլ կգա։ Իսկ հիմա չես ուզում տեսնես քեզ ինչ են բերել։ Չէ։ Իզուր, որովհետև առել եմ խանութի ամենալավ խաղալիքները։ Արի վերցր։ Վերցր։ Ես գիտեմ, որ քեզ դուր կգա։ Հետո անպայման կասես, որ խաղալիքն ամենաշատը դրոտ եկել։
Ման հասել ես։ Չի արքի, ճանապարհին եմ դեռ։ Ուրիշ բանի համար եմ զանգել։ Զանգի իմ ընկերուհի Արևիկին, ունես համարը դու։ Ասա թող գա ձեզ մոտ։ Մամ ինչի համար պետք չի։ Արփի արա ինչ ասում եմ, ինքը քեզ շատ ասիրում, չի մերժի հաստատ։ Համեր մենակ է ապրում։ Իր համար ինչ տարբերություն որ տեղա քնելու գիշերը։ Լավ, մամ կզանգեմ, որ դու հանգիստ լինես։ Արփի ջան, բարև աղջիկս, ոնց ես։ Բարև ձեզ տիկին Արևիկ, ես լավ եմ, դուք ոնց եք։ Լավ եմ, բարես։ Դուք հիմա որտեղ եք, տանն եք։ Ես արձակուրդում եմ հիմա, քաղաքից դուրս եմ, ինչ կա ասա։ Ոչ մի բան սովորական, ուղղակի մամայի հետ էի խոսում, ասաց զանգեմ տեսնեմ ոնց եք։ Լավ Արփի ջան, որ հետ կամ քաղաք կամ պայման կհանդիպենք։ Անիտան ասաց, որ հիմա ձեր տանն ես։ Լավ։ Մամային չեմ ասի, որ չի եկել։ Թող իզուր չանհանգստանա։ Ան մի տեսակ ես։ Ինձ թվում անցած անգամ ես շտապեցի։ Չպետք է այն օրը քո սենյակում մնայի, քանի դեռ ամեն ինչ մեր կյանքում հստակ չի։ Ոչ մի բանի մասին մի մտածի։ Ամեն ինչ իր հունով գնում։ Եթե փորձես պլանավորած ինչ-որ բաներ անել, այդ հաստատ լավ բանի չի պետք։ Արամ, ես չեմ ուզում նորից սխալվեմ կամ հիասթափվեմ։ Չես հաստատ։ Անցած անգամ ես իմ սրտի թելադրանքով շարժվեց։ Սկսեցի երազել։ Բայց ամեն ինչ մի քանի րոպեում փոշի դառավ։ Դու կոտրեցիր իմ բոլոր հույսեր, Արամ։ Ու ես հիմա նորից չեմ ուզում նույն բանի միջով անցնել։ Անեն խոսք ամեն ինչի մասին։ Ես քեզ ասել եմ, որ ամեն ինչ առաջվանը չի լինելու։ Ու խոստացել եմ, որ դու էլ հաստատ չես զղջա։ Արամ, արի ինքներս մեզ չխաբենք։ Ես շատ լավ գիտեմ, որ դու ինձ չես սիրում։ Ան, դու ժամանակի ընթացքում իմ որ դարձել ես շատ կարևոր մարդ։ Մարդ, ում կարիքը ես միշտ զգում եմ։ Ես գիտեմ, որ այդ ամեն ինչը ժամանակի հետ է կապված։ Ժամանակի ընթացքում այդ զգացումը կփոխվի մի այլ բանի։ Ուզում ես ասես, որ դու ինձ սիրում ես։ Արամ, կամ սիրում են, կամ չէ։ Սիրուն մոտ ոչ մի համարժեք բան չկա։ Դա կամ կա, կամ չկա։ Ան քո հանդեպ եղած զգացմունքները հերիք են, որ մենք ապրենք մի ամբողջ կյանք։ Ես այս ամեն ինչի փոխարեն կգերադասեի լսել, որ սիրում ես ինձ։ Բայց գնահատում եմ քո անկեղծությունը։ Ու գիտես ինչի։ Որովհետև դա ինձ հիմք է տալիս, որ վստահեմ քեզ։ Վստահի եմ։ Ամեն ինչ լավ կլինի։ Բժիշկ, ոնց ամուսինս։ Ոչ մի լավ բան չեմ կարող ասել տիկին։ Վիճակը չի կայունանում։ Ոնց չի կայունանում, բայց տենդավորում երբ եք անելու։ Հիմա ոչ մի ստենդավորման մասին խոսք գնալ չի կարող։ Հիվանդի վիճակը կայուն չի, մենք չենք կարող նման ծանր վիրահատություն անել։ Բայց ոնց կլինի, ինչքան կձգվի այս վիճակը։ Չեմ կարող ասել տիկին։ Եկեք սպասենք, լավ։ Ուզում եմ ամուսնուս տեսնել։ Կարող եք անցնել լավ, բայց երկար չմնանք։ Ինձ միշտ քո կայուն ու ուժեղ բնավորությունն է գրավել, Ալբերտ։ Դու ուժեղ ու խոսքի տեր մարդ ես։ Դու խոստացել ես մեզ, որ երբեք չես թողնի։ Միշտ մեր թիկունքում կլինես ու մենք հավատացել ենք քեզ։
Դու մեզ չես կարող թողնել։ Դու միշտ դուրս ես եկել ցանկացած բարդ իրավիճակից։ Դու սա էլ կհաղթարես, ես գիտեմ։ Ես հավատում եմ։ Հավատում եմ, որ ամեն ինչ լավ կլինի։ Դու կարող ես։ Դու պետք ես մեզ, Ալբերտ։ Հիմա դու այն վիճակում ես, որ իմ խորհուրդներն էլ չեն օգնի քեզ։ Դու միշտ ասում ես, որ երբ ելք չկա, Անիտան անպայման մի բան մտածում է։ Հիմա ես անզոր եմ։ Ոչ մի բան չեմ կարող մտածել, որ դուրս բերեմ քեզ այս վիճակից։ Ես ոչ մի բանի ընդունակ չեմ հիմա։ Միակ բանը, որ հիմա կարող եմ անել, դա քո կողքին լինելն է։ Միշտ քո կողքին կլինեմ, Ալբերտ։ Միշտ։ Օրնան հաստատ օրնան ուզում է ցախացնի։ Ասարբի։ Արնո հերիքը։ Հերիքը Արնո ինձ հանգիստ թող ինչքան կարելի է։ Չէ, դու ուզում ես ես գժվեմ։ Ինչ ա եղել Արբի։ Ինչի ես եկել Արնո։ Ինչ ես ուզում ինձնից Արնո, ինչի ես ուզում դու սրանով հասնես։ Արնո, քո նպատակը ո՞րն է։ Էլ չեմ ասում, որ հիմա էլ գաղտնի ես գալիս, ուզում ես ինձ վախեցնես, հա, էդ է քո նպատակը։ Ուր եմ եկել Արբի։ Ինչի մասին ես խոսում։ Դու ես չէ դրան ետևում։ Դու գիտես, որ ես տանը մենակ եմ ու ուզում ես ինձ վախեցնես, հիմա էլ սենց ես փորձում վրաս ազդես, հա։ Ես տանն եմ Արբի։ Իսկ հիմա ավելի կոնկրետ կասես ինչ ա եղել։ Ու ինչի ես տանը մենակ։ Ինչի զանգեցի։ Ալբերտ, խնդրում եմ, մեր կողքին եղիր, ես ուժ չունեմ։
Արփի դուրը բաց ես եմ։ Արփի մի վախեցի։ Տարածքում ոչ ոք չկա, իսկ նայել եմ։ Դուրը բաց։ Ինչ ես վախենում։ Զանգել ասել ես եկել եմ։ Ես նայել եմ, ոչ որ չկա տարածքում, կարաս հանգիստ ունես։ Ուզում ես ասես, որ խելագարվել եմ։ Որ ինձ թվացել է։ Կարող է թվացել է։ Բայց կարող է քամ է եղել կամ շան ձայներ։ Եթե ուզում ես, ես կարող եմ մնամ ստեղ։ Այսինքն մեքենայի մեջ։ Ըստ քեզ ես շանում մարդու ոտնաձայները չեմ տարբերում, առ։ Ասում եմ, այստեղ ռեալ ինչ-որ մեկը կար, ես ոտնաձայներ եմ լսել։ Հիմա փաստային է, որ չկա։ Չգիտեմ, եթե ուզում ես կարող ես օգնել։ Զուտ նրա համար, որ ավելի հանգիստ լինեմ։ Դրանից ելնելով դուք էլ ավելի ապահով կլինեք։ Կմնամ մեքենայի մեջ, կլուսանա, հետո կգնամ։ Բայց միջով գնալս ուզում երեխուն տեսնեմ։ Երեխեն քնած։ Արփի մի քանի րոպե։ Ես չեմ ասում երեխուն արտացրու։ Ուղղակի ուզում եմ տեսնել։ Արփի կարոտել եմ երեխուն։ Շատ եմ կարոտել։ Ընդամենը մի քանի րոպե քեզ խնդրում եմ։ Վեր հյուրասենյակ տեսնեմ գնամ։ Ես չգիտեմ, թե մեր հետ ինչ կմտավես, բայց դու միշտ կարաս իմանաս, որ ես միշտ քո կողքին եմ, դու որտեղ էլ լինես իմացի, որ դու իմ տեղն ես, իմ մասնիկը, ես երբեք քո ձեռքը բաց չեմ թողնի, երբեք։ Դու դեռ շատ փոքրիկ ես, ունես իմ պաշտպանության կարիք։ Ես միշտ քո հետ եմ, բայց եթե դու հանկարծ ուզենաս մեն որոշես, ես քեզ կտամ այդ ընտրության հնարավորությունը, դու կորոշես, թե ես քո կյանքում ինչ տեղ ունեմ։ Ես միշտեր քո մեջքին կանգնած։ Իսկ հիմա ես պիտի գնամ։ Պիտի գնամ։ Պիտի դրսում սպասեմ, որ ոչ ոք
որը ոչ ոք անգամ չխանգարի իմ փոքրիկի քոնը։ Լսում ես, Մարկ, ոչ ոք չպետք է խանգարի քո քոնը։ Դու պիտի ունենաս խաղաղ մանկություն։ Ու ես միշտ քեզ պիտի պաշտպանեմ։ Իսկ ես հիմա գնում եմ, որ հանկարծ քեզ ու մամային ոչ ոք չնեղացնի։ Ես քեզ սիրում եմ, Մարկ։ Ջան քնած չես։ Ոնց ես։ Լավ արամ ջան։ Լավ։ Հանգստացի ես էլ գնամ ինչ չվարկեմ։ Արամ ջան նստի կողքս բան եմ ուզում ասում քեզ։ Ինչ է եղել։ Արամ ջան։ Այն ինչ որ ես քեզ հիմա կասեմ փորձի ինձ հասկանաս։ Եթե լիարժեք չհասկանաս, մտապահի ու կհիշես այն ժամանակ, երբ որ հայր լինես, երբ որ որդիդ դիմացդ կանգնած կլինի, այդ ժամանակ կհասկանաս, թե ես քեզ ինչքան եմ սիրում։ Բաբ ջան, պարտադիր չի, որ ես հայր դառնամ, որ հասկանամ ինչքան ես ինձ սիրում։ Չէ, Արամ։ Այդ ժամանակ կհասկանաս, թե ես ինչ եմ ապրել, երբ որ դու բանտում նստած էիր։ Այդ ժամանակ կհասկանաս տղես։ Ցանկացած բան ճիշտ հասկանալու համար դա պետք է ապրես։ Պիտի անցնես դրա միջով, Արամ։ Լավ, բաբ ջան։ Բայց դու ինձ հետ կասես այն ժամանակ, երբ որ ես հայր դառնամ։ Ինչ ես հիմա ասում։ Ինչ ես շտապում։ Չէ, տղես։ Ես այդքան չեմ դիմանա։ Լավ էլի, բաբա։ Մի ասա տենց բաներ։ Դու քո բոլոր թորներին տեսնել ես։ Լավ, Արամ։ Ես գիտեմ, որ այդտեղ չի։ Ու թող շարունակեմ։ Ասա, բաբ, լսում եմ։ Այս աշխարհը շատ վտանգավոր ու դաժան է, Արամ ջան։ Ու եթե փորձես թուլանալ, չնայել շուրջդ, կյանքը քեզ սնես կհարվածի, որ ոտքի չես կարող կանգնել։ Ոչ ես, ոչ դու, ոչ որևէ մեկ, Արամ, չի կարող այդպես խփել, ոնց որ կյանքն է հարվածում։ Կարևորը այն չի, որ թե դու ոնց կարող ես խփել։ Կարևորն է նա, որ այդ հարվածին դիմանաս, չընկնես։ Բայց եթե նույնիսկ Արամ, եթե նույնիսկ ընկնես, քո մեջ ուժ գտնես տղես, ուժ գտնես նորից ոտքի կանգնես, առաջ շարժվես, չնայես կողքերդ ուղիղ գնաս,
Դու ուժեղ ես։ Դու շատ ժամանակ ընկել ես, բայց ոտքի ես կանգնել։ Հիմա ուրիշ ժամանակներ են։ Դու պետք է չսխալվես։ Դու ուժեղ պետք է լինես։ Իմ նման չէ։ Ես վատ եմ ապրել, ես սխալ եմ ապրել, տղես։ Չեմ ուզում, որ իմ նման ապրես։ Ուզում եմ ճիշտ ապրես։ Երբեք չշեղվես այդ ճանապարհից։ Ուզում եմ ճիշտ ապրես, տղես։ Ճիշտ կյանքի ամենալավ օրինակը դու ես իմ համար, պապ։ Ես սխալ չեմ ապրել, Արամ։ Ուղղակի կյանքը ինձ ինձ հարվածեց, որ չկարողացա ոտքի կանգնել։ Բայց դու կարողացար, Արամ։ Դու ուժեղ ես, տղես։ Ես այդ ամենը հասկանում եմ, պապ։ Ես չեմ կարող խնդրել քեզ, որ դու ամենահեշտ ճանապարհը ընտրես։ Բայց այն չի լինում։ Ես ուղղակի ուզում եմ, որ կրակի միջով չանցնես։ Դու գիտես, որ քեզ ինչքան եմ սիրում։ Գիտես, որ այս աշխարհում ամենաթանկ մարդկանցից մեկը դու ես, տղես։ Ես քեզ հավատում եմ, տղես։ Բայց ամենակարևորը, որ դու քեզ հավատաս։ Հավատաս, թե դու ինչ ես ընդունակ։ Քանի դեռ դու չես հավատացել քեզ։ Դու կյանք չես ունենա։ Հավատա քեզ, Արամ։ Հավատա։ Չես քնել ամբողջ գիշեր։ Համարը չէ։ Կարող եմ 2 ժամ, բայց ուշադիր եմ եղել։ Տարածքում ոչ մի արտասովոր բան չեմ նկատել։ Երևի ինձ թվացել է։ Ուղղակի ես մի քանի օրը շատ բան հետս կատարվեց։ Երևի դրանից է։ Արի վատը չի իշեն կարպի։ Դու լավ գիտես, որ ես զղջում եմ առաջներից համար։ Դու ինձ լավ ես ճանաչում։ Ու ես ամեն ինչ կանեմ, որ ապացուցեմ, որ տենց չի։ Դուք ավելավա շատ տանից դուրս չգաք։ Որովհետև շատ հնարավոր է գիտեմ, որ տանը մենակ եք։ Լավ առնա, դու կարող ես հանգիստ գնալ։ Եթե ինչ-որ արտասովոր բան նկատես, խոստացի, որ կզանգես։ Ամեն դեպքում զգուշ եղեք։ Ու աշխատեք տնից քիչ դուրս գալ։ Լավ առնա։ Զգույշ կլինենք։ Բայց դու չխոստացար Արփի, որ կզանգես։ Լավ առնա, խոստանում եմ կզանգեմ։ Դե ուրեմն գնացեք տուն։ Գնացեք, որ ես հանգիստ գնամ։ Գործեր ունեմ շատ։ Արփի,
Դուք իմ ընտանիքն եք։ Ու եթե հանկարծ ինչ-որ մեկը ձեզ անհանգստացնի, անձամբ իմ հետ գործ կունենա։ Ես միշտ ձեր կողքին եմ, անկախ ամեն ինչից։ Հիմա երեխեն քնած է, գնացեք վերև, որ ես էլ գնամ։ Անան այսօրվանից մեր տանն է ապրելու։ Մենք տենց որոշեցինք, որ տենց ավելի ճիշտ է։ Ես շատ ուրախ եմ, երեխեք ջան։ Վաղուց ժամանակն էր։ Աննա ջան, արի գրկեմ քեզ բալես։ Շնորհակալ եմ։ Աստված օրհնի ձեր միությունը, երեխեք ջան։ Երջանիկ լինեք։ Մերսի, պապ ջան։ Շնորհակալ ենք։ Արամ ջան, ես էլ եմ շնորհավորում։ Ուրեմն անբաժան ու երջանիկ զույգ լինեք։ Ինձ համար սա Արամի ընդունած ամենակարևոր որոշումն է։ Ես իհարկե չէի ուզենա սենց լիներ առանց պաշտոնական հաջողության, բայց եթե իրանք տենց են ուզել, ես մենակ ձեզ երջանկություն եմ մաղթում։ Աննա ջան, գիտես չէ, ես էլ քեզ այնքան եմ սիրում, իմ երեխեքի չա բալես, դու իմ աղջիկն ես։ Պապ ջան, դե ես ու Աննան որոշեցինք, որ խանգարող հանգամանք չկա, սենց ավելի լավ է։ Հետո եթե ուզենանք հարսանիք կանենք, տեսնենք ոնց կլինի։ Արամ, ամենակարևորը երջանիկ լինեք, մնացածը սուտ է։ Ճիշտն ասած, ես միշտ երազել եմ հարսի շոր հագնելու մասին։ Արամը գիտի, բայց եթե ինքը ցանկացավ, որ ես տեղափոխվեմ ու իր կողքին լինեմ, ես չէի կարող մերժել, որովհետև դա նաև իմ ցանկությունն է։ Սովորաբար Աննա ջան, Արամը շատ շուտ որոշումներ է կայացնում։ Այս անգամվա որոշումը բոլորիս սրտով է։ Ամենակարևոր որ երջանիկ լինեք երեխեք ջան։ Հա դե հասկացենք, որ հարսանիք չենք անելու, բայց մի ձևով պիտի նշենք, թե չէ։ Հա կնշենք անպայման։ Դե լավ, ուրեմն ես գնամ հիմա իրերս դասավորեմ, կամ մի բան կպատրաստեմ ու միասին կընտրենք։ Չէ, այնտենց ուշ կլինի, ավելովը կպատվիրենք։ Լավ։ Ոնց ասեք երեխեք ջան։ Արմա ջան, ես կարծում եմ, որ ամեն ինչ ստացվեց։ Անստեղ քո համար որոշ հարմարություններ պետք է ստեղծենք։ Ես որոշի իր հանել եմ, որ ինձ պետք չեն եղել։ Արամ, սենց էլ է լավ, մի անհանգստացի, ամեն ինչ նորմալ է։ Չէ, մենք քո համար նոր կահույք կպատվիրենք, քո հագուստի ու իրերի համար։ Ուզում եմ, որ ամեն ինչ քո սրտով լինի։ Ոնց ուզես։ Ամեն ինչ իմ սրտով է, ես շատ ուրախ եմ, բայց… Ինչ բայց։ Ասա։ Արամ, դու գիտես, իմ համար ամենակարևորը, որ մենք երջանիկ լինենք, միասին լինենք, աջակցենք միմյանց։ Պաշտոնական կողմի իմ համար այդքան էլ էական չի։ Բայց ես շատ եմ ուզում, որ մենք եկեղեցի գնանք։ Ես ուզում եմ, որ սակադրություն լինի։ Այդ միտքը քեզ դուր չեկավ, Արամ։ Ինչի՞ չէ։ Կարելի է։ Ես ասեցի չէ, որ ուզում եմ, որ ամեն ինչ քո սրտով լինի։ Հենց վաղը կգնանք եկեղեցու, կպայմանավորվենք մսակադրության համար։ Շնորհակալ եմ, Արամ։ Սիրում եմ քեզ։ Անես ամեն ինչ անելու եմ, որ դու երջանիկ լինես միշտ։ Որ քո յուրաքանչյուր օրը ուրախ անցնի։ Ես ուզում եմ, որ ամեն ինչ քո սրտով լինի։ Ամեն ինչ իմ սրտով է։
Ո՞վ է։ Ո՞վ է, ինչ եք ուզում։ Ես երևի խելոքանում եմ։ Ստացի, իրականությունը կեղծելիս չեմ տալու։